Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեծ ուժգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնել, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր ով է նա խորագրի շրջանակում։ Այս շաբաթով է նախորագրի շրջանակում հայտնվեցին Մարիա Մացակյանը, Իշխան Դանելյանը եւ Անի Քոչարը։ Գուշակելու են նրանք ով է նախորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Ով է նախորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենախոհարարության սիրահար աստղեր։ Շատերը կարծում են, որ աստղերը սնվում են կամ ռեստորաններում, կամ ունեն անձնական խոհարար։ Բայց եթե լինել առավել անկեղծ, ապա պետք է խոստովանել, որ շատ ու շատ աստղեր, այդ թվում նաև միջազգային մեծության աստղեր, ազատ ժամանակը նախընտրում են տանը գտնվել խոհանոցում եւ ստեղծագործել ու պատրաստել տարբեր ինչպես ուտեստներ, այնպես էլ թխվածքներ։ Օրինակներն անթիվ ու անհամար են, որոշ աստղեր նույնիսկ այնքան են հմտանում խոհարարության մեջ, որ նույնիսկ բացում են իրենց սեփական ռեստորանները կամ հեղինակային խոհարարական հաղորդումներ ու բլոգներ։ Մենք էլ բարբերաբար վերադառնում ենք այս թեմային եւ բացահայտում մեր հայ հայտնիների խոհարարական հմտությունները, ինչպես են նրանք պատրաստում եւ ինչպես են ժամանակ առ ժամանակ ուրախացնում իրենց հարազատներին ու ընկերներին իրենց խոհարարական տաղանդներով։ Մի խոսքով, խոհանոցը եւս արվեստ է, որը պահանջում է ինչպես փորձառություն, այնպես էլ տաղանդ եւ խոհարարական ձիրք։ Մի խոսքով, հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Կարելի ասել, որ իմ խոհարարական շնորհը բացահայտվեց ամուսնանալուց հետո, քանի որ մինչ այդ ձվածեղից բացի ոչինչ պատրաստել չէի կարող։ Մաշ Իսրայելյան։ Պատրաստել սկսել եմ ամուսնությունից հետո, այսինքն փորձել եմ պատրաստել։ Այ հիմա նոր ես ինձ համարում եմ, որ կարողանում եմ лав պատրաստել, իհարկե ինքնագովաց չհնչի։ Դեպ ուզում եմ նշել, որ баցի ձվածեղից ես ոչինչ չէի կարողանում պատրաստել։ Утром яичница, днем яичница, вечером яичница, а ночью омлет. Скоро я буду кудахтать, как цыпленок. Кудахтит курица. Все равно от такой пищи, знаешь, закудахтает и петух. Կարելի է ասել, որ արդեն ամեն բան կարողանում եմ պատրաստել, բայց ավելի շատ սիրում եմ պատրաստել ապուրներ, քանի որ ամուսինս նախընտրում է ու սիրում է ավելի շատ ապուրներ։ Պաստաներ, կարտոֆիլով ինչ-որ բլյուդաներ, հավի մսով, հարիսա, մեր ավանդական խաշլամա, մի խոսքով չգիտեմ, որ մեկը զուտ առանձնացնեմ։ Համոջա, պանյուխը։ Молодец, с ума зайдешь, выжи. Մաշն անկեղծ խոստովանում է, որ ունի նաև ֆիրմային ուտեստներ։ Խոսքը պաստայի մասին է, որն ինքը պատրաստում է իրեն բնորոշ ձևով։ Իմ ֆիրմային ուտեստը դա իմ մտահղացումով ստեղծած ուտեստն է, պաստան, ու ինչու եմ այն առանձնացնում, քանի որ հյուրերս հիմնականում միշտ առանձնացնում են ու շատ են հավանում համը, իսկ բաղադրատոմսի մեջ մտնում է նանա, ուրց, այնտեղ համեմունքներ, տեսակ, որոնք որ չեմ կարող այսպես հատար առանձնացնել։ Пармезану подсыпать. Ինչպես պարզվեց, Մաշի մոտ ամեն կերակուր շատ համեղ է ստացվում, քանի որ իր յուրաքանչյուր կերակուրը ինքը պատրաստում է այնպես, կարծես ստեղծագործում։ Ինչ էլ պատրաստում եմ, ինձ մոտ շատ համեղ է ստացվում, քանի որ ես պատրաստում եմ այն սիրով ու այսպես ասած հոգի եմ դնում ուտեստի մեջ։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենախոհարարության սիրահար աստղերին եւ կուզեմ հիշատակել ֆուտբոլի լեգենդ Դեվիդ Բեքհեմի անունը։ Եվ այսպես, եթե Դեվիդ Բեքհեմը հայտնվում է խոհանոցում, ամենայն հավանականությամբ ինքը փորձում է դուրս գալ ինչ-որ մի ստրեսային իրավիճակից։ Ասեմ ավելին, որ վաղ տարիներին երիտասարդության Դեվիդ Բեքհեմը նույնիսկ ավարտել է խոհարարության կուրսեր իտալական շեֆ խոհարարի մոտ։ Իդեպ Դեվիդի ամենասիրված կերակուրները, որ ինքը գերագույն հաճույքով պատրաստում է իր մեծ ընտանիքի
ընտանիքի համար ըստ էության պաստաներն են, լազանյան, ռիզոտոն եւ կալցոնեն։ Իսկ ահա ֆիրմային ուտեստը սնկով լցոնված տավարի միսն է։ Հետաքրքրական է եւս մեկ փաստ, որ Դեվիդ Բեքհեմի կինը Վիկտորիա Բեքհեմը բացարձակ խոհանոցի հետ ոչ մի կապ չունի։ Այստեղ է որ ասում են խոհանոցում երկու խոհարար չի լինում։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Խոհանոցի հետ ես լավ ընկերություն եմ անում։ Ասեմ ավելին, պատրաստում եմ ոչ միայն տարբեր կերակուրներ, այլ նաև թխվածքներ։ Արմեն Դալաքյան։ Մաման շատ զարմացավ, որ ես կարողացա այնպիսի բիսկվիտ պատրաստել, որ կարծես է խանութից գնաց դինենք այդ բիսկվիտի խմորը, բայց արդյոք ինձ մոտ ստացվեց։ Անգամ մենք մի հատ հարևան ունենք, որը ստաժավոր թխված թխող է, ու երբ որ իմ բիսկվիտից ինքը համտեսեց, շաբաթազօր ես եմ թխել, հենց իր մոտ նորից փորձեցի թխել այդ նույն խմորով, բավականին ավելի լավ է ստացվեց։ Ես ասում եմ երկրորդ, երրորդ անգամ որ փորձ ես անում, ավելի լավ է ստացվում։ Oh, I know. Կարող եմ հիմա ես հանրության ասեմ, թե ինչ է գնում, մեջու շատ լավ է ստացվում։ 8 ձու, սկզբից ձվի սպիտակուցը հարում եք, դարձում եք իրան բեզե, հետո այդ բեզեին ավելացնում եք այն 8 ձվի դեղնուցը, բայց այդ ժամանակ ոչ թե հարիչով եք անցկացնում, այլ ձեռքով դանդաղ խառնելով։ Այնուհետև 8 ճաշիկ թալ շաքարավազ եւ 8 ճաշիկ թալ ալյուր։ Հանգիստ խառնում եք, ինքը դառնում է միազանգված ու 160 աշանի տակ մոտավորապես 40-ից 45 րոպե։ Դա բարձր բիսկվիտ է լինում։ Թխածը սա։ Դաժե վրայի զարդարանքները հասնայի։ Ես իմ 10 տարեկանի տորթը ես եմ արել։ Երբ որ խմորը ես թխեցի, մաման ասեց, արի կրեմը իմ վրա լինի, և իսկապես մաման շատ լավ թխվածքի կրեմներ է սարքում, ու ասի մամ ջան, կրեմը թողնում եմ քո վրա, ու իդեալական կրեմ, զարդարանքը իմ սենց ֆանտազիայով փորձել եմ զարդարել, մրգային եմ սարքել ավելի ճիշտ, մի օր կհամտեսենք հաստատ։ Արմենի խոսքից արդեն զգացվում է, որ խոհանոցում ինքը ուղղակի պատահական հայտնված մարդ չէ, որը լավագույն դեպքում կարող է պատրաստել ձվածեղ։ Ինքն ունի անգամ ուտեստներ, որոնք վստահաբար կարելի է դասել ֆիրմային ուտեստների շարքին։ Սիրում եմ պատրաստել տաք ուտեստներ ու փորձում եմ տաք ուտեստները պատրաստել ոչ թե ճանաչված ուտելիքներ, այլ իմպրովիզացիաներ անել։ Секрет моего соуса в том, что я всегда добавляю в него щепотку горького перца. Օրինակ վերջերս իմպրովիզացիա արեցի, ձկան փորի մեջ լցնելով բրինձե փլավ, այնուհետև նորից դնել ջեռուց, դա շատ համով եղավ։ Դա դարձավ մեր ընտանեկան ճաշացանկերից մեկը, երբ որ մենյուի մեջ sense դրված է։ Ձկան մսով փլավ։ Այդ տոլմա չեմ կարողանում փաթաթել մենակ, տոլմայից հեռու եմ, որ տոլմա փաթաթեմ, երևի ամբողջ կաղամբը կփաթաթեմ, տենց ընդհանուր, կամ կբացեմ, միսը կլսեմ, կփակեմ, սենց մի անգամից, սենց փորես միս լստեմ, փակում, ղափամայի նման, նոր միջոց է, Շորժ ջան, կարակ փորձեք, մեր մենյուն ոնց որ մեր տան կարմիր գիրքը լինի, ինչ թազա ուտես լինում է, գրանցում այդ մենյուի մեջին, կարտոշկան փորված եւ լցոնած տարբերակով, ու շատ են մարդիկ պատրաստում, բայց իմը մի տեսակ, չգիտեմ խի յուրահատուկ է լինում, որտեղ շատ գնում է կարակ, մայոնեզ, թթվասեր եւ կարտոշկան, ինքը դառնում է սենց հյուրյանման զանգված, նորից լցնում եմ այդ կարտոշկի մեջ ու նորից ջեռուցը ու շատ համով է լինում, ավելին ասեմ իմ ընկերները, որ հավաքում են մեր տունը, առաջինը երբ որ զանգում են ասում են, որ գալիս ենք ձեր տուն, Արջան, խնդրում ենք այդ կարտոշկան փուրը դիր, իրանց դեզով ասեմ։ Картошечка. А еще вкусно, если ее в зале испечь.
Վերջերս կարտոշկայի ժարիտ հասկացողություն արեցի։ Սկզբից պատրաստեցի սոուս թավայի մեջ։ Բիբար, սող, սխտոր, ինչ որ սենց լավ իրան սկիզբ կարմրացրեցի, հետո այնուհետև լցրեցի կարտոշկեն, ու ինքն հենց համով բան ստացվեց, բայց շատ համեղ ստացվեց, ու դա վերջի էջում մենյուի մեջ գրանցեցինք այդ կարտոշկի ժարիտը։ Արմեն Դալաքյանն անկեղծ խոստովանում է, որ շատ սիրում է համեմունքներ, բայց չի սիրում աղ։ Այդ պատճառով իր պատրաստատուտեստները աղի չեն լինում։ Եթե դու իրան սիրով ես պատրաստում, բնականաբար ինքը ուզես չուզես համեղ է ստացվում։ Иду, сию минуту. Ой, я так горжусь моими мальчиками. Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենախոհարարության սիրահար աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել միլիոնավոր աղջիկների սրտերը գերած Ջասթին Թիմբերլեյքի անունը։ Պարզվում է, որ Ջասթին Թիմբերլեյքը ոչ միայն տարբեր ուտեստներ է պատրաստում իդեալապես եւ կարող է լինել շեֆ-խոհարար, այլ նաեւ իդեալական հրուշակագործ է։ Բանն այն է, որ բոլոր առիթներին, լինի դա Սուրբ Ծննդյան տարեդարձ, ծննդյան տոներ, Thanksgiving, այսպես կոչված շնորհակալության օրը, այդ բոլոր տոներին Ջասթին Թիմբերլեյքը թխվածքները ոչ ոքի չի վստահում եւ պատրաստում է ինքնուրույն։ Իդեպ հետաքրքրականն այն է, որ այդ աստղային թխվածքները հրուշակագործության, այսպես ասած, արվեստի գլուխգործոցները լինում են ոչ միայն շատ համեղ, այլ նաեւ շատ գեղեցիկ, որովհետեւ այդ գեղեցիկ ձևավորումներն էլ Ջասթին Թիմբերլեյքը ոչ ոքի չի վստահում։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Առաջին ուտեստը, որը ես պատրաստեցի իմ սեփական ձեռքով, ձկան մսով դոլման էր։ Մարինա Անտոնյան։ Առաջին բլյուդան, որ սարքել եմ, դա եղել է ձկան մսից տոլմա թփով, որ ես 8-րդ դասարանում էի ու իմպրովիզ էր ինձ մոտ։ Փորձում էի հասկանալ ձկան մսից ինչ համեղ ուտեստ կարելի է ստացվի, տոլմայի տեսքով, կոտլետի տեսքով, բայց տոլման ավելի համով ստացվեց։ Взяла эти листья. Там взяла, около забора, где виноград висит. Так это же дед повесил, это искусственное. Тихо, не кричи. Там же одни Տենց իրակաշիով աղում ես, որ մի քիչ պնդություն առաջանա, նույն տոլմամուց ես պատրաստում բրնձով, սոխով, այդ իր համեմունքներով եւ այլն, ու խաղողի թփով, կաղամբով ինքը համով չի լինի։ Խաղողի թփով, տորմածոնով շատ համով բան ստացվեց։ Можно съесть мясо отдельно и листья отдельно. И листья какие-то странные. Оставь в покое мои листья. Իհարկե կոտլետներել եմ փորձել, լանգետներել եմ փորձել ձկից, շատ իմպրովիզներ ունեմ ձկան հետ։ Հետո անցանք մսային իմպրովիզներ։ Ու տենց խոհանոցը ինձ համար դարձավ ստեղծագործական այդ անկյուն մինչ օրս, որտեղ ես մտնում եմ ու տենց հատուկ մենյու չկա, վայ այսօր ես ենք պատրաստել։ Ինչ որ մտքովս կանցնի այդ համայինը պատկերացնելով, մի հատ շատ համով բան կարամ ես պատրաստեմ այդ օրը։ Հիմա մեր հերոստատիտողները կնային կասեն Երանի նրան, որ մառան նրա համար ճաշ կպատրաստի ուտելու, բա մառա հերոստատիտողները։ Մարինան անկեղծ խոստովանում է, որ իր մոտ շատ լավ ստացվում են մսային ուտեստներ։ Փոխարենը խմորի հետ գործ ունենալ չի սիրում։ Խմորը մի քիչ կապրիզնի բան է, իր հետ պետքա շատ զգուշ վարվել, ձվածեղի պես աչքաթող չես կարող անես, էլի կամ տենց հեշտ լավ երկու հատ զոյա կոտրում ես ու վերջ։ Այնտեղ պետքա ժամերով չարչարվես, բան մի փոքր մի բան են չես անում, խմորը կարա չբարձրանա, սոդան քիչ հա, չգիտեմ, վանիլը շատա, մածունը կիսատա, ասենց։ Իսկ կապրիզնի բաների հետ ես էլ չեմ սիրում այդքան շատ գլուխ դնել էլի։ Բայց պիրոգներ, ինչ-որ բաներ, որ խովկայի մեջ է պատրաստվում, համ խմորային, համ մսային, համ բանջարեղենային, այդ դա սիրում եմ, խաշ, հարիսա եւ այլ նման բաները ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Հետո ես մի հատ ասացված կա, չէ՞, ասում ձեռքն էլ պետք է համով լինի։ Օրինակ ես կարող եմ խաշլամա պատրաստել 5 հոգու համար, 15 հոգու համար, իրանք տարբեր չափեր են, չէ՞, գալիս համեմունքները։ Ես արդեն պատկերացնելով գիտեմ ինչքան բանջարեղեն է ինձ պետք, ինչ համեմունքներ են ինձ պետք։ Ավանդական գառան խաշլամանա, էլի հերթական ընկերներով պետքա վայելենք։ Օրինակ մարդիկ գիտեն խաշլաման պատրաստվում է կարտոֆիլ, պղպեղ, լոլիկ, սոխ էս ընդամենը բանջարեղենի համադրությամբ, բայց ես ավելացնում եմ նաև բամիա, որը շատ անմահական համ է տալիս խաշլամային, ու մի փոքր ավելի ուրիշ տեխնոլոգիայով եմ պատրաստում խաշլաման, ովքեր որ կերել են շատ հավանել են։ Այսինքն ունենք վերջնական տեսք, միսը
Խաշվելուց հետո մի քիչ ավելացրեցինք բանջարեղեն։ Օրինակ ինձ ֆիրմինին, որ ես հայտնաբերել եմ վերջերս Լիլիթ Կարապետյանի հետ հեռուստախոհանոցում էինք, որտեղ ես հենց իմ մտածած ոսպով ապուրը պատրաստեցի, որտեղ կար կոլոլակ։ Բոլորը գիտեն ավանդական ոսպով ապուրը, կարտոֆիլ, ոսպ, սխտոր, սոխառաց եւ այլն, այսքանն է ընդամենը, բայց ես ավելացնում եմ բանջարեղեն, այսինքն գազար, բուլղարական պղպեղներ ու վերջում կոլոլակներ։ Մսով կոլոլակները փոքրիկ, շատ համեղ ստացվում։ Մի տեսեք ինչ տնական ճաշ է պատրաստել մեր շատ սիրելի Մարան։ Մարա, մենք անուշ ենք անելու, մեկ էլ պետքա ձևավորեք վերջում կանաչիներով։ Վերջում կանաչի, մի քանի այսպես թել սամիտ, որ ավելի համեղացնում է ճաշը։ Մարինան անկեղծ խոստովանում է, որ ինքը չի սիրում մենակ հաց ուտել, քանի որ իր համար սնվելը ոչ միայն քաղցը հագեցնելու process է, այլ իսկական արարողություն։ Մենակ հաց ուտել ինձ մոտ չի ստացվում։ Իմ շատ լավ ընկերուհին, ով ինձ նաև գործընկերուհի է, Լիլիթ Կարապետյանը։ Մենք միասին սիրում ենք տենց իմպրովիզանել, ինքը պիրոգ կթխի, ես ինչ-որ բան կպատրաստեմ, մեկ էլ կնստենք ընկերական հավաքույթներին, համ համով ուտում ենք, համ համով շփվում ենք։ Մի խոսքով, խոհանոցը օրվա կարևոր մասերից մեկն է։ Եվ այսպես այսօրվա կերակրացանկը բորշն է, տեսեք ինչ հետաքրքիր գեղեցիկ կտրտված։ Քերիչով անցկացնել չեմ սիրում գազար բազուկա, այսպես պետք է լինի բորշի մեջ գազար բազուկա, տենց շատ համեղ է լինում։ Նախապես միսը խաշել պատրաստել ենք, հիմա այլ ավելացրեցինք ընտիրություն, այսօր մեզ բարի ախորժակ։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենախոհարարության սիրահար աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերի անունը։ Շատերը գիտեն, որ 2015 թվականին Բրեդլի Կուպերը խաղաց Շեֆ Ադամ Ջոնս ֆիլմում, որտեղ փայլուն ներկայացավ շեֆ խոհարարի դերում եւ իդեալապես կտրատում էր բանջարեղենը եւ ցույց տալիս իր այդ խոհարարական արվեստը։ Հետաքրքրականն այն է, որ այս դերի համար Բրեդլի Կուպերը հատուկ չի սովորել, դերասանն անկեղծ խոստովանում է, որ իր խոհարարական ձիրքը գալիս է մորական կողմից, որը եղել է ազգությամբ իտալացի եւ Բրեդլին մանկության տարիներին շատ հաճախ օգնում էր տատիկին եւ մայրիկին, երբ նրանք խոհանոցում ինչ-որ բան էին պատրաստում։ Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Բրեդլի Կուպերի մոտ իդեալապես ստացվում են պաստաներ, ռավիոլի եւ լազանյա։ Նաեւ ուշագրավ է մի փաստ, որ երիտասարդության տարիներին Բրեդլի Կուպերը աշխատել է շեֆ խոհարարի օգնական, իտալական եւ հունական ռեստորաններում։ Դե ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Խոհանոցում ես իմպրովիզատոր եմ։ Սիրում եմ յուրաքանչյուր ուտեստին հաղորդել իմ անկրկնելի երանգը։ Լարա Վեբեր։ Մայրս ուներ ֆիրմային ուտելիքներ, դա կլինի տոլմեն հայկական ավանդական, որը որ ես սովորել եմ, ինձ թվում է ես իրան գերազանցել եմ այդ հարցում, քանի որ ես մաքսիմալ նոխալիստերին եմ դա ամենքը սարքում։ Ты любишь долма? Нет. Потому что у вас не умеют готовить долма. Մուրական մայրս ուներ կանաչ բորշ, որը որ Հայաստանում չեն պատրաստում, դա ավելի շուտ լեհա ուկրաինական ճաշատեսակ է, շավելով են պատրաստում։ Ինչի հիշեցի բորշը, քանի որ այս սեզոնը այդ բորշի սեզոնն է։ Հայտնի ռադիոհաղորդավարուհի, պրոդյուսեր, արվեստաբան Լարա Վեբերն անկեղծ խոստովանում է, որ խոհարարական իր առաջին փորձը եղավ դպրոցական տարիքում։ Ապուր, որը շատ հանգիստ կարելի էր ուտել աղի բլիթի փոխարեն, որպեսզի երազում տեսնել կյանքի կեսին։ Մայրս մաքրություն էր անում եւ ես քաղցածի։ Ասեց դու մի բան գոնե կաղապատա ես պատրաստեմ հավի բուլյոնի վրա, ասեց ապուր պատրաստի եւ ես այդքան հետևեցի, գնացի եկա, հարկավոր է մի քիչ աղանել։ Վերջապես մենք երբ որ արդեն նստեցինք ընտրելու, մենք հասկացանք, որ այդ ապուրը ուտելու բան չի, բայց այնուամենայնիվ ինձ գովեցին։ Այդ դրանից հետո ես հիշում եմ տրուդի դասեր, որ մենք պատրաստում ենք խմորեղեններ, պեչենի եւ իմ երազանքն էր, որ ես տունը գնամ ու այդ ամիջը պատրաստեմ։ Վերջապես ես հրավիրում եմ իմ ընկերուհուն Մերին, իդեպ ողջունեմ իրան, եւ մենք երկուսով որոշեցինք բլիթներ պատրաստենք։ Ամբողջ խոհանոցը ալուր էր, ես էի, Մերին էր եւ խմորները։
Դրեցինք վառարան, բլիթները բարվեցին։ Ու ամբողջ բլիթները պապաս համտեսեց եւ ասեց, որ շատ համեղ է։ Вкусно, Арам ջան։ Ну как? Молодец, Леночка. Очень вкусно. Տեղերը առաջի եւ վերջի անգամ ես ինչ որ խմորատեսակ բան պատրաստեմ երբեք։ Մեր տանը դա իմ քրոջ առավելությունն է, իր մոտ շատ լավ է ստացվում, ինչը որ իր մոտ լավ է ստացվում, ավելի լավ է ես մոտիկ չգամ։ Նույնը իմ բարակամ, ինչը որ ինձ մոտ է լավ ստացվում, ավելի լավ ինքը մոտիկ չգա։ Բայց իմ մոտ լավ է ստացվում։ Թերևս այդ անհաջող փորձը եզակի դեպքն էր, երբ ինքը գործ է ունեցել խմորի հետ։ Փոխարենը տորթերի, մայրիկի ջարանգած ֆիրմային կարկանդակների, նրբաբլիթների եւ այլ թխվածքատեսակների մեծ գիտակ դարձավ Լարա Վեբերի կրտսեր քույրը Լիաննա Տերմինասյանը, որը դեռ վաղ մանկությունից յուրացրել է հյուրաշակագործության նուրբ արվեստը։ Ամեն ընթրիքի ժամանակ պետք է լինի սալատ։ Տարբեր տեսակի։ Կլինի դա ձմեռային սալատներ, որի մեջ կդնեմ ես վարունգներ, մարինացված, եփված կարտոֆիլ, հավկիթ, եւ ամառային, որը կդնեմ ես կանաչություն, ողջ, սալատի տերևներ, մառու եւ քերած գազար։ Քանի որ ինքը շատ համեղ է, օգտակար, բայց անպայման չմոռանանք նշել, որ գազարը պետք է անպայման կամ սմետան մածունի նման բանի հետ դնես սալատի մեջ կամ olive oil, քանի որ իր օգտակար հատկանիշները դա բացում է։ Նաև ես ունեմ շատ մեծ գազարի սիրահարներ, որոնց անպայման գազարը որ ծորվում, իրանք մեջն են թրջումներ, այո։ Լարա Վեբերը կիսում է հրեական այն ասացվածքը, որ իսկական կինը պետք է կարողանա մեկ հավից պատրաստել մինիմում 5 տեսակի ճաշ։ Լինում է ժամանակ, թե ինչ որ հրեական բաներ է մեջ արթնանում, իսկ հрьяները ասում են, «Хорошая девочка, из одной курочки может приготовиться 8 таких блюд»։ Չեմ ասում, որ մեկ հավից 8 ճաշատեսակ կպատրաստեն, բայց իմ մոտ արթնանում է այդ։ Ու բավական հետաքրքիր բաներ է ստացվում։ Վերը ծնվում են արդեն գրիլ արած, ու լավաշի մեջ փաթաթած, ու կարտոշկեն էլ հետը ժայի տարած։ Այդ ամենին Լարա Վեբերը հավելեց. Նոր տարվա տոները ես սիրում եմ մեծ մասամբ Հայաստանի մեջ լինեմ, քանի որ ստեղ ավելի տաքուկ ընտանեկան եւ հայկական ավանդույթներով եւ իհարկե ես ունեմ շատ մեծ օգնական եւ մեզ մոտ լինում է բաշխում։ Իմ շատ սիրելի սալատները սարքում է նա, բայց ես սարքում եմ տոլմաները կես գիշեր, պատրաստում եմ դա, քանի որ 100-ից ավել բան եմ փաթաթում, թե այն մեկից, թե այն մյուսից։ Кто придумал это блюдо, а? Ու ամենաշատը չեմ սիրում կարմիր ամառային տոլմայի այդ կաղամբի պահը, վերջերս լայֆհակ եմ սովորել, շատ հետաքրքիր։ Կտրում ես դու իրան մեջտեղից ու ավելի հեշտ է ինքը բացում, արդեն այն մոմենտները կտրտելու պետքը չկա։ Նորից ասեմ, ոչ մի թխված խմորեղեն ես չեմ անում է փոքր քույրս։ Կարկանդակներ է պատրաստում, որ արդեն 8 տարի ես խնդրում եմ, որ պատրաստի։ Ամառը չես պատրաստել։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենախոհարարության սիրահար աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշատակել Snoop Dogg-ի անունը։ Պարզվում է, որ ռեպաստղը եւս շատ սիրում է պատրաստել տարբեր ուտեստներ, ասեմ ավելին, որ ինքը ունի գրած գիրք Խարդախից մինչև խոհարար խորագրով, որտեղ զետեղվել են իր 50 նրբաճաշակ ֆիրմային ուտեստները։ Հետաքրքրական է նաեւ, որ Snoop Dogg-ը ունի իր ֆիրմային ուտեստը, որն է Omar Thermidor-ը, եւ առանցարակ ինքը սիրում է պատրաստել ավելի շատ ֆրանսիական խոհանոցի ուտեստներ։ Շատերը միգուցե նաև տեսել են Snoop Dogg-ի խոհարարական հեռուստաշոուն, որ ինքը վարում է խոհարարության աստղ հաղորդավար Մարթա Ստյուարտի հետ։ Այդ շոուն կոչվում է Stewart and Snoop Dinner Party, որտեղ Snoop Dogg-ը պատրաստում է ուտեստներ ամենատարբեր աստղերի հետ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ խոհարարական շնորհը բացահայտվեց համավարակի ժամանակ, եւ քանի որ անուղելի քաղցրակեր եմ, այդ պատճառով կենտրոնացա թխվածքների եւ այլ քաղցր ուտեստների վրա։
Ալինա Սարգսյան։ YouTube-ով փնտրել եմ հենց cheesecake, նայել եմ հնարավորինս հեշտ ու պարզ տարբերակ հատապտուղներով ու միանգամից որոշեցի, որ գնեմ բոլոր անհրաժեշտ մթերքները ու պատրաստեմ, որը որ շատ դրական արձագանքների արժանացավ ու այնուհետև սկսել եմ հաճախակի պատրաստել։ Իմ ամենասիրած մուրսկոյ իդեալ տորթը, որը շատ հաճախակի եմ պատրաստում, պոպոկ, մեղր, ձու, ալյուր, սոդա, խտացրած կաթ։ Ոնց եմ անում, գնում եմ սուպերմարկետ, առնում եմ, բերում եմ, սիրուն շարում եմ իրար կողք ու սկսում եմ արդեն պատրաստել, բայց պարտադիր YouTube-ով ես նայում եմ, որովհետև հիշողություն չունեմ։ Միքսերով այդ ամեն ինչը խառնում եմ, բաժանում եմ 2 հավասար մասերի, 2 հատ տարբեր լիստեր եմ ստանում, խմորը սառում է, վերջում կրեմը խտացրած կաթ, կարակ ու միթեի գտալ կոնյակ։ Այդ կրեմը քսում եմ մեջտեղում, վրան լիստերը դնում եմ, վերջում ամբողջովին պոպոկ։ Բայց իր համը այն է ապահովում, որ ալյուր օգտագործում ես շատ քիչ, իսկ ալյուրին փոխարինում ես դու աղացած պոպոկով։ Առաջի անգամ փորձել եմ նոր տարվա այդ տոլման բլինչիկը ես ինքս 0-ից պատրաստեմ ու զարմանալիորեն շատ լավ էր ստացվել։ Ես այդ ժամանակ թերագնահատում էի, ինձ մտածում էի, որ չես մենակ խմորեղենների առումով եմ լավ, բայց այդ դեպքը բացահայտեց ինձ, որ չեմ։ Դրել եմ տակը կարտոչկա, վրան գազար, բիբար, ձուկը, ցենց աղսա բիբար համեմատ, ջուր եմ լցրել, նենց որ կեսը ծածկի ու կարակ։ Առհասարակ ես նախընտրությունս տալիս եմ տան ուտեստներին, որ ինքս տեսնեմ ոնց է այդ ամեն ինչը պատրաստվում։ Սիրում եմ շատ համով տաք սուպեր պատրաստել, ավելի թեթև, սպիտակ, շատ կծու ու սուր համերով ապուրներ չեմ սիրում։ Շատ եմ օգտագործում դդում։ Դդումը խաշում եմ, հետո բլենդերով իրան աղում, ջուր ես հավելացնում, կարակ ու տենց 10 րոպեում ունենում է շատ համով թեթև ապուր։ Невероятно. Невероятно. Правильное слово. Это же мой рецепт султанки в тыквенном соусе 96-го года. Именно. Մսերի հետ չեմ սիրում աշխատել, որովհետև երևի չեմ սիրում ինքս ուտել, մսակեր չեմ։ Ծովամթերքներ եմ շատ սիրում, բանջարեղեններ, աղցանների շատ մեծ սիրահար եմ։ Օրս արդեն իսկ սկսում եմ 1 բաժակ իմ պատրաստած թարմ հյութով։ Գիտեք, ամեն գիշեր ինչ եմ սարքում մածուն, չիայի սերմեր, դդմիկուտ, հատապտուղներ, մոշ, մալինա, հապալաս, կիվի, այդ ամեն ինչը իրար հետ խառնում, թողնում եմ ամբողջ գիշեր սառնարանում ու առավոտյան ուտում եմ։ Այդ շատ առողջարար է ու շատ համեղ ու հագեցնող։ Ալինան անկեղծ խոստովանում է, որ չնայած ինքը անուղելի քաղցրագեր է, միևնույն ժամանակ հետևում է առողջ ապրելակերպին, որը ենթադրում է բազմաթիվ սմուզիներ, հարուստ ամենատարբեր վիտամիններով եւ հանքանյութերով։ Եվ այդ իմաստով ստացվում է այնպես, որ իր թխվածքները ինքը հաճախ պատրաստում է ոչ թե իր համար, այլ իր ընկերների եւ գործընկերների համար։ Այս վերջի շրջանում էլի սարքել էի տորտ, բայց քանի որ իմ մոտ դիետայի շրջան էր, դրել եմ դաստավկով, ուղարկել եմ ընկերներիցս մեկի տուն։ Նույն ինքը մուրսկոյ իդեալ, որը որ իմ ամենասիրելին է։ Հաճախակի է լինում, որ նաեւ գործի տեղ եմ տանում ու էլի շատ լավ կարծիքներ եմ լսում գոլեգաներիցս։ Ալինան անկեղծ խոստովանում է, որ իր համար շատ կարևոր է, որ պատրաստված կերակուրը լինի ոչ միայն համեղ, այլ նաև գեղեցիկ ձևավորված։ Մի դեպք եմ ուզում պատմեմ։ Այս տարի նոր տարվան, որ սեղանը արդեն գցում ենք, բրուսկետաներ եմ սիրում պատրաստել, դրել սեղանին։ Գնում եմ սենյակ, գալիս եմ, տեսնում եմ վրայի սաղմոնները չկա, ասում ոնց դրել եմ ու սաղմոնները մոռացել եմ։ Էլի եմ դնում, գնում սենյակ ու գալիս եմ այն ժամանակ, երբ որ տեսնում եմ շունիկս սաղ այդ վրայի սաղմոնները գողացել ուտում է։ Ամենից ամենան շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենախոհարարության սիրահար աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ 14-15 տարեկան էի, երբ առաջին անգամ փորձեցի իմ խոհարարական ունակությունները։
Խոսքը ձվածեղի մասին էր, որը պատրաստեցի ինձ համար ինքնուրույն, քանի որ մնացել էի տանը մենակ։ Վազգեն Հովհաննիսյան։ Կարակը գցեցի թավայի մեջ, ձուն ակուրատնի սենց գլազոկներ էի անում, այդպես մի 20 րոպե թողել եմ կրակի վրա։ Եկա թավայի կրышկեն բացում եմ, չոր, ու այդ օրվանից իմ մեջ մի հատ սենց միտք եկավ, ասում եմ, միշտ չի որ ծնողը քո կողքն է, կարող է գործի բերումով իրանք մի որոշ ժամանակով քո կողքը չլինեն, ես հո սոված չեմ մնալու։ Եթե կարող ես մի կտոր հաց ուղարկի, մի կտոր է պանի, այն ամենաէժան տեսակի պանիրներից երբեք չեմ ուզում։ Սկսեցի արդեն դիտել, ավելի ուշադիր, ոնց են պատրաստում, ինչքան րոպե, ինչքան, ու այդպես քիչ-քիչ սկսեցի։ Իսկ ավելի հմտությունս եկավ, երբ որ 10 թիվն էլ Ռուսաստանում պապան կաֆե էր աշխատացնում, եւ այնպես ստացվավ, խոհարարը շուտ պետքա գար Հայաստան, ու որ ինքը հետ եկավ Հայաստան, արդեն պապաս որպես նախկինում խոհարար, ինքն էր պահում այդ կաֆեն, ես էլ կողքից գնացի սկսեցի օգնել։ Մաման հաշիվներն էր պահում, ուրիշ ավելի են որ այդ սալատները մի քիչ ղզիկական են, էդի մաման էր սարքում, մանգալի մոտ պապան էր, ես էլ ֆրինա, ժարիտներն ու սկսեցի ինքս արդեն պատրաստել ամեն ինչ։ Այդ վաղտվանից խոհարարությունից չեմ նեղվում։ Վազգենն անկեղծ խոստովանում է, որ ռուսաստանյան սրճարանային գործունեությունից նրան մնաց մեծ փորձառություն եւ իր գլուխգործոց կերակուրները, որոնցից թերևս կարևորագույնը ֆրի կարտոֆիլն է։ Այնպես ֆրի եմ պատրաստում, հումորային ասացված կա մալչիկի աբլիժիշ։ Ահագին, չեմ ասում։ Չես ասի։ Չէ, գախնի։ Շատ եմ սիրում ես կատնամթերք, կատնովաման, նիկաշայա, ինքս պատրաստում եմ, կարում եմ։ Ու ես առասարակ սիրում եմ, որ ուտելիքը սիրուն լինի, եթե սիրուն չէ, լավ չեմ ուտի։ Чудеса кулинарии прошу. Бывает. Не дожарили. Секунду. Վազգենն անկեղծ խոստովանում է, որ իր ձեռքով պատրաստած ուտեստները գերագույն հաճույքով ճաշակում են իր ընտանիքի բոլոր անդամները։ Զանգ ընկերոջը արեցինք, հիմա կարաս մի երկու բառ ասես, այստեղ եկել է գլուխ ագովում, որ համով ուտելիքներ է պատրաստում։ Դե հա, իրականում շատ համով ֆրի է պատրաստում, պիցաներ, որ մտքին դնում է, խոհանոցում շատ լավ ուտեստներ կարողանում է պատրաստել։ Իմպրովիզներ։ Չէ, իմպրովիզացիայից ինքն է լավ, այնց իմպրովիզներ անում, խոհանոցում, այն որ կինս հղի է, և բացարձակ ոչ մի բան չեր ուտում։ Ու մի օր ինքը շատ վատ էր, համ թույլ էր, որ հաց չի կերը, ասեցի, այսօր ես մի հատ պիցա եմ սարքում իմ ձեռով, ու պետք է անպայման ուտես, բա լավ, սկսեցի պիցան պատրաստել, իրոքից սիրուն արեցի, վերջում մի քիչ ուշ գնացի, պիցան վառվել էր, բայց լավն էր, որ այդ նույնից երկրորդը ունեի, լավ ասի մաշ ջան, այսի թող մնա, երկրորդը դրեցի, հանեցի սիրուն սենց, գեղեցիկ պիցա է եղել, բերեցի սենց դրեցի, ասում եմ Մարիանա, դու ես նորմալ պիցան կեր, ես ես վառածը կուտեմ, վառվել էր, բայց այդ կարգի չէ, որ հնարավոր չլներ ուտել, վերցրեց կծումը, վառած պիցա, նորից եմ կրկնում, կծումը, այս ինչ համով, ցելի վառած պիցան մենակով կերա։ Այդ ամենին Վազգեն Հովհաննիսյանը հավելեց. Հենց նոր կնիկս գրեց, պատմի, որ Սամոն ու Անին եկել էին հատուկ քոսարկած խուրջինը ուտելու։ Տավարի միսա մեջը, պամիդոր, բալգարսկի պերեց եւ լավաշի մեջ այսպես փաթաթում տիպը խինկալի է դառնում, բայց ինքը այսպես մեծ հոտ է։ Ու դնում ես դուխովկա։ Մե հրաշք։ Հիշեցի ախորժակս բացվող։ Հասկացաք հովալը, լավ, հովալը, լավ, Օվիկա, լավ, հասկացաք սոված ես, բախ, բայց իչանը բախ, Օվիկա, դե լավ էլի, դե դիմացի ախպեր ջան, դիմացի տես վաղ քեզ ինչ ուտելիքներ եմ ուղարկում։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է իր խոհարարական հմտության արվեստի մանրամասների մասին, դա իսկ ես առաջարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։
Ինչպես հայ աղջիկների մեծամասնությունը, ես էլ մինչ ամուսնանալը խոհանոցում միայն օգնող ձեռք էի մայրիկիս համար, բայց ոչ հիմնական պատրաստող։ Ամեն ինչ փոխվեց ամուսնանալուց հետո։ Գայանե Աղայան։ Երբ որ ես կազմեցի ընտանիք, ես փորձեցի այն ամենը, ինչ որ երազել եմ ինքս պատրաստել որպես տնային տնտեսուհի, եւ տեսա, որ ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Ոգևորվեցի, երբ որ պատրաստեցի առաջին պահածոները։ Իմ առաջի, այսպես ասած, 3D ժելեները վաչինական արվեստն է, որը բարդ է։ Երբ որ իմ բալիկները քնած էին լինում, ես փորձում էի ինքնակրթվել, ես դա ասում եմ 2016 թվականի մասին, ինքը բավականին թանկ ուսում էր համարվում արտերկրում կամ on-line հարթակներում սովորելու համար, եւ ես չգիտեի որքանով վստահել է on-line հարթակում ես սովորեմ ներարկիչով, այդպեսի ժելե տորթեր կյանքի կոչել, պարապում էի։ Եվ ահա մի գեղեցիկ օր ամուսնուս խնդրում եմ ինձ համար բերի ներարկիչներ, տորթի համար նախատեսված գույներ, որպեսզի ես երազանքս, փափագս իրականացնեմ։ Ես սկսում եմ առաջի փորձերը, մենք երբեք դա չեմ մոռանա։ Ես առաջին ներարկիչը այսպես եմ անում, գույնը բացվում է եւ ապականում ողջ տարածքը։ Բայց ես չեմ հանձնվում համառորեն գիշերներ են ինձ պետք եւ ահա մոտ մի քանի ամիս հետո սկսվեց իմ մոտ ստացվել այդ ամենը։ Ես առաջարկ ստացա նույնիսկ պատվերների, սակայն ժամանակի առումով չէր ստացվում եւ այդտեղից սկսվեց իմ մենամարտը խոհանոցը։ Մասնակցել տարբեր խոհանոցային ֆեյսբուքյան հարթակում տեղ ունեցող մրցույթներին, բավականաչափ հաջողություններ էր գրանցվում, հետևորդների թիվը ավելացավ որպես էփող թափող եւ միաժամանակ որպես երաժիշտ։ Եվ ես պետք է ասեմ, խոհանոցը իմ անբաժան մասն է, որքան էլ որ ես հոգնած լինեմ, որքան էլ որ ես ունենամ տարատեսակ ձայնագրություններ, հանդիպումներ, ընտանիք, ամուսին, կենցաղավարություն, այնուամենայնիվ իմ հանգուցալուծումը գագաթնակետը տեղի ունենում խոհանոցում։ Так вы плов берите. Пробуйте. Да. Ну-ка. Ну как? Вкусно. Շատերը երևի համացանցային տիրույթում հաճախ տեսնում են Գայանեի տեղադրած տեսանյութերը, որտեղ ինքը պատրաստում է համեղ կերակուրներ։ Այդ process-ից անմասն չի մնում նաև իր փոքրիկ աղջնակը։ Իմ աղջիկը 5 տարեկան է եւ բավականին գիտելիք ունի խոհանոցում եւ ես դա փաստում եմ հենց տեղադրելով նույնիսկ իր նկարահանումները։ Պատրաստելու խորիզով Պիտի փոքրուց երեխան սովորի ալյուրին, ջրին, խմորին, աղ ու հացին, սեղան պատրաստելուն, քանի որ էթիկան, որքան էլ որ մենք զարգանանք գնանք դեպի Եվրոպա, ես կողմ եմ հայկական, ավանդական սեղան գցելուն, պատվով ընդունելուն եւ յուրաքանչյուր հայկին պետք է այո իմանա եւ պատրաստի։ Ինձ հաճախ ասում են, Երանի քո հավեսին, հենց այս բառերը պետք է օգտագործեմ, երբ որ տեսնում են ես ամառը պատրաստում եմ պահածոներ, ասում են, դե կա հիմա խանութներում, Փառք Աստծո, գնիր, բեր, գիտեք, դա մի այլ հաճույք է, երբ որ տանից հոտ է գալիս, այն տանը, որտեղ կա ծնող, այդտեղից մի տեսակ մամայի հոտ է գալիս։ Ամենից ամենայն ստեղծագործական թիմը առիթ ունեցել էր համտեսել երգահան Գայանե Աղայանի ձեռքով պատրաստած համեղ պահածոները։ Այս թեմայի նկարահանումներին էլ Գայանեն դատարկաձեռն չեկավ։ Քանի որ ստացա ձեզնից հրավեր, ես փորձեցի, քանի որ թեման մոտ էր ինձ, անմասն չմնամ եւ մի տեսակ ես ինձ նմանեցրեցի բոլորիս հայտնի Եղեռնի հետ կապված այն ֆրանսիական մայրիկ ֆիլմին, որտեղ փախլավան են պատրաստում, ես էլ ամբողջ գիշեր հասցրեցի աշխատանքից հետո գալ եւ պատրաստել ֆրանսիական էկլերները եւ դուք կհամտեսեք եւ ձեր կարծիքը կասեք։ Մեր Գայանե Աղայանի բերա Բերեք, Կանե ջան, համով էկլերները արտակարգ ես շերտներ չեմ բերել մոտս, բայց Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ կանայք ծննդաբերելուց հետո ունենում են կազմվածքի դեֆորմացիաներ, ինչը բնականաբար բերում է նաև բազմաթիվ բարդույթների, ինչպես նաև ինքնագնահատականը հավասարվում է 0-ի։ Այո, այսօր էսթետիկ բժշկությունը, մասնավորապես պլաստիկ, մարմնի պլաստիկ միջամտությունները տալիս են կանանց նման հնարավորություն շտկել այդ բոլոր թերությունները, բայց ոնց կողմնորոշվել, ինչպես ճիշտ ընտրել այն պլաստիկ վիրաբույժին, որը լինելու է ոչ միայն բանիմաց եւ փորձառու, այլ նաեւ կկարողանա բարոյապես եւ հոգեպես լիովին հասկանալ պացիենտին եւ փորձել լուծել այդ խնդիրը։ Օրեր առաջ աղջիկներով զրուցում էինք հենց այս
թեմայի շուրջ եւ ինքս ինձ համար բացահայտեցի, որ մեր հայ իրականության մեջ կա մի պայծառ անձնավորություն, պլաստիկ վիրաբույժ, որը իր աշխատանքի գերակշիռ մասը նվիրել է հենց ծննդաբերած կանանց։ Գեղեցկուհի, պայծառ, քնքուշ մի էակ։ Դոկտոր Լիլիթ Խաչատրյանը կարողանում է իր աշխատանքի միջոցով իսկական երջանկություն պարգևել կանանց, որովհետև շտկում է ոչ միայն իրենց ֆիզիկական թերացումները, այլ նաև տալիս է իրենց հնարավորություն կրկին սիրել իրենց, ինչը շատ կարևոր է ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց տան ընտանիքի անդամների համար։ Եվ այսօր դոկտոր Լիլիթ Խաչատրյանի հետ ես որոշեցի ծանոթացնել նաև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Հայրս բժիշկ է, իր խորհրդով ընդունվեցի բժշկական համալսարան։ Երրորդ կուրսում մոտավորապես արդեն հասկացա, որ իմը վիրաբուժությունն է, ավելի մանրամասն պլաստիկ վիրաբուժություն։ Հասկանում էի, որ բավական բարդ գործ է լինելու առավել եւս կնոջ համար Հայաստանում, բայց ունեի հստակ նպատակ եւ գիտակցելով, որ ուղին շատ երկար է, որոշեցի վերապատրաստումներով հասնել իմ նպատակին։ Ունեցել եմ շատ լավ դասախոսներ, բարեբախտաբար, սովորել եմ Գերմանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում լավագույն մասնագետների մոտ։ Ի սկզբանե ինձ դիմող կանանց մեծամասնությունը դիմում էին ոչ թե էսթետիկ ինչ-որ կորեկցիաների համար, այլ դիմում էին հետծննդաբերական, թե ֆիզիկական, թե հոգեկան բարդություններով կանայք։ Եվ այնպես ստացվեց, որ սկսեցի հենց իրանց հետ աշխատել եւ տեսնելով այն փոփոխությունները, որոնց միջով անցնում էին իրենք, շատ ողջավորվեցի եւ իմ կարիերայի հիմնական նպատակը դարձավ իրենց հետ աշխատելը եւ իրենց հնարավորինս օգնելը։ Կոնսուլտացիայի հաճախելով մենք միասին որոշում ենք, թե ինչ հերթականությամբ կարելի է այդ ամեն ինչը շտկել եւ ի վերջո ստանում ենք օպտիմալ արդյունք։ Խոսքը աբդոմինոպլաստիկայի, կրծքի ձգման, փոքրացման մասին է, body lift վիրահատության մասին է, որտեղ ներառվում է ինչպես որովայնի առաջային, այնպես էլ մեջքի եւ հետույքի շրջանի լիֆտը եւ տարբեր հատվածների լիպոսակցիա։ Վերջի մի 5 տարում վերջնականապես հաստատվեց Հայաստանում, որ աբդոմինոպլաստիկը առանց լիպոսակցիայի գոյություն չունի, եւ ես ավելի շատ շեշտը դնում եմ հենց լիպոսակցիաներով կոնտուրների շտկման եւ կոնտուրների ձևավորման վրա եւ որից հետո նոր աբդոմինոպլաստիկա կատարելու վրա։ Աբդոմինոպլաստիկա հետծննդաբերական շրջանում կարելի է կատարել ծննդաբերությունից առնվազն 1 տարի անց։ Եվ եթե խոսքը գնում է կրծքի վիրահատությունների մասին, կրծքով կերակրելուց 6-ից 8 ամիս անց միայն։ Կան որոշակի միֆեր վերաբերող աբդոմինոպլաստիկային, օրինակ շատ աղջիկներ կարծում են, որ եթե պլանավորում են դեռ ընտանիք, աբդոմինոպլաստիկա չեն կարող կատարել, բայց դա հակացություն չէ։ Միանշանակ խորհուրդ է տրվում ավարտել ընտանիքի պլանավորումը, հետո նոր որոշել մարմնի ինչ-որ շտկումների գնալ, սակայն դա հակացություն չէ, առնվազն 1-2 տարի չհղիանալու դեպքում աբդոմինոպլաստիկա նույնպես կարելի է կատարել։ Ինչ վերաբերում է լիպոսակցիայի եւ լիպոֆիլինգին, դրանք մի փոքր ավելի անկախ են հենց ծննդաբերության եւ հղիության ընթացքից։ Կա կարծիք, որ լիպոսակցիայի եւ լիպոֆիլինգից հետո հնարավոր է ճարպի պարզապես վերականգնում այդ հատվածում, որտեղ այն կատարվել է, այդպիսի բան գոյություն չունի բարեբախտաբար, եւ այն հատվածում, որտեղ կատարվում է լիպոսակցիա, ճարպը չի վերականգնվում, բայց այնքան ժամանակ, քանի դեռ վիրահատվողը քաշ չի ավելացրել։ Այսինքն պետք է հասկանալ, որ մեր մետաբոլիզմը չի փոխվում վիրահատությունից հետո։ Եթե ավելացնենք քաշ, բնականաբար կգիրանանք։ Ես բազմիցս ասել եմ, վիրահատությունը դա նիհարելու ալտերնատիվա չէ, վիրահատությունը նիհարելու վերջին փուլն է ամենահանդիսանում։ Այսինքն կինը աղջիկը նիհարում են, հասնում են իրենց ցանկացած քաշին, ստաբիլանում են անպայման այդ քաշի մեջ որոշ ժամանակ եւ հետո նոր դիմում են վիրահատության։ Ինչ վերաբերում է կրծքի հետ կապված վիրահատություններին, մեր հայ կանանց մեջ օտար մարմնի առկայություն սեփական մարմնի մեջ այդքան չի խրախուսվում։ Շատ հաճախ ավելի դիմում են կրծքի սեփական հյուսվածքներով ձգման կամ փոքրացման համար, քան թե իմպլանտով նրա մեծացման համար։
հակառակ արտասահմանից եկած պացիենտների մեծամասնությունը դիմում է իմպլանտների կրծքով մեծացման համար։ Իմպլանտները ընտրում ենք միայն միասին կոնսուլտացիայի ընթացքում։ Հայտնի միֆերից է իմպլանտի հետ կապված, որ համարում են, որ կրծքով կերակրումը անհնար է իմպլանտ տեղադրելուց հետո, ասեմ, որ դա այդպես չէ միանշանակ, այսինքն իմպլանտը ոչ մի ձև չի անդրադառնալու կրծքով կերակրման վրա։ Եթե հնարավոր էր կրծքով կերակրել, դա հետագայում էլ հնարավոր է լինելու։ Իրականում պլաստիկ վիրաբուժությունը դա բժշկության այն հատվածն է, որը իր մեջ ներառում է ինչպես շատ լուրջ վիրաբուժություն, շատ լուրջ գիտելիքների տիրապետում, այնպես էլ բավականին կրեատիվ հատված։ Այսինքն ցանկացած յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ ունի իր սեփական ձեռագիրը եւ լինելով տարբեր մեթոդիկաներ, բոլորը ճիշտ են։ Պարզապես բժիշկները ընտրում են այն միջամտությունները եւ այն հերթականություն են ձեռագիրը, որոնք իրենց համար են հարմար, իրենց համար են ընդունելի եւ սկսում են դրանով ձևավորել իրենց ձեռագիրը։ Ինչ վերաբերում է իմ սեփական ձեռագրին, դա ավելի շատ դեպի բնական կառուցվածքի պահպանումն է։ Այսօրվա մեր վիրահատությունը երկրորդային աբդոմինոպլաստիկա էր, առաջնայինը կատարվել է 1.5 տարի առաջ այլ մասնագետի կողմից, կատարվել է բավական վատ, ունենք շատ երկար տեղակայված եւ բարձր տեղակայված սպի, ունենք չափից դուրս մեծ տձև եւ ձախ թեքվող պորտ, ունենք կողքից ականջիկներ դուրս եկող եւ ընդհանուր առմամբ մեծ քանակի ճարպը թողնված եւ վատ սպի։ Կատարվել է մեծ քանակի լիպոսակցիա, կատարվել է նոր պորտի տեղադրում, ականջիկների հեռացում, ստեղծվել է այսպիսի սիլուետ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ գոհ կմնանք։ Բարեբախտաբար վերջի շրջանում կին պլաստիկ վիրաբույժներ բավականին շատացել են Հայաստանում։ Ես չեմ ուզում դրանով ընդհանրապես ճնշել տղամարդկանց դերը, բայց կանանց ձեռագիրը շատ յուրահատուկ է եւ ես կարծում եմ, որ իրանք անփոխարինելի են դարձել արդեն իսկ։ Համեստությունը մի կողմ դնելով ես իմ առավելություն եմ համարում սովորելու եւ նորը վերցնելու հանդեպ ձգտումները, որոնք անընդհատ են եւ շարունակ են։ Ամեն տարի մասնակցում եմ նոր կոնֆերանսների, նոր մաստեր կլասերի եւ իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ ես այսօր հասել եմ նրան, որ իմ թիմի հետ միասին մենք կարողանում ենք բացարձակ ապահովության սահմաններում կատարել մեծ կոմպլեքս վիրահատություններ եւ ստանալ իդեալական արդյունքներ։ Առաջնահերթ աշխատանքից մեջ կարևորում եմ ապահովությունը եւ հենց այդ նպատակով այստեղ մեր կլինիկայում կատարում ենք բոլոր հնարավոր հետազոտությունները դա իրագործելու համար։ Ես անձամբ վերահսկում եմ այդ process-ը եւ կարիք լինելու դեպքում ես եւ մեր անեստեզիոլոգների թիմը նշանակում ենք հավելյալ հետազոտություններ, որպեսզի խուսափենք որևիցե չսպասված գործոններից։ Այսօրվա մեր բուժառուն ԱՄՆ-ից ժամանել է մեզ մոտ կատարելու համար կրծքագեղձերի մեծացում իմպլանտի միջոցով։ Բուժառուի մոտ առկա էր փոքր-ինչ ասիմետրիկ կուրծք եւ կրծքավանդակի ոսկրային դեֆորմացիա։ Մեր գեղեցկու հետ միասին ընտրեցինք կլոր բարձր պրոֆիլի միջին չափի իմպլանտներ, որոնք տվեցին մեզ իդեալական արդյունք։ Մեր մասնագիտական թիմը շատ ուժեղ է, մեր կլինիկայում հավաքվել են շատ ուժեղ անեստեզիոլոգների թիմ, որը մեզ ապահովում են բացարձակ հանգստությամբ նարկոզի հանդեպ, որի հանդեպ շատ մեծ վախ ունեն սովորաբար մեր բուժառուները, բայց մենք շատ հանգիստ ենք իրանց հետ եւ ունենք բոլոր հարմարությունները, բոլոր հասանելիությունները որոշակի էքստրենի դեպքերում արագ գործելու համար եւ ապահովության մաքսիմալ հասնելու համար։ Մեր գեղեցկուհի բժշկուհին այս պահին կատարում է մամոպլաստիկա։ Իսկ տրամադրությունը պետք է հասկանալ, որ պլաստիկ վիրաբուժությունը դա թմային աշխատանք է, թմի մեջ ներառված են ինչպես պլաստիկ վիրաբույժը, այնպես էլ բուժառուն։ Մենք վիրահատության ընթացքում ես եւ իմ թիմը փորձում ենք մաքսիմալը անենք լավ արդյունք ստանալու համար, բայց շատ կարեւոր է նաեւ ռեաբիլիտացիոն շրջանում բժշկի կողմից տրված բուժառուի ճիշտ եւ գրագետ կանոնների պահպանումը։ Ես մշակել եմ իմ մեթոդները ռեաբիլիտացիոն շրջանում աջակցելու համար եւ բաց չեմ թողնում ոչ մի վիրակապություն, կատարում եմ ամբողջովին ինքնուրույն։ Իրականում վիրահատությունից հետո մեծագույն փոփոխություն դիտում եմ ոչ միայն բուժառուների ֆիզիկական սպեկտրի մեջ, այլ նաև հոգեբանական։ Այսինքն կարող է փոփոխությունը լինում է շատ մինիմալ իրականում, բայց ինքնազգացողության եւ ինքնավստահության առումով շատ մեծ բան է փոխվում մեր բուժառուների մոտ։ Եվ դա ինձ համար այս պահին առաջնային մոտիվացիա է։
Եկել է պահը Օվենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն եմ ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դե իսկ ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Սա բանն է, մի րոպե, բայց չասես, ես գիտեմ ով է։ Շատ լավ դերասան էր Էդի Մերֆի։ Էդի Մերֆի։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, բոլոր ժամանակների կանացիության խորհրդանիշ Սոֆի Լորենի ասած միտքն առայն, որ ընտանեկան խոհանոցում կարևոր բաղադրիչը ըստ էության սերն է։ Սերն այն մարդկանց հանդեպ, ում համար պատրաստում ես։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։